Սահմանադրական դատարանը չի իրացրել սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունները եւ առավելագույն կերպով չի փորձել վերհանել իրավական որոշակիրության խնդիրը։ Դեմեմ նախաձեռնության ներկայացուցիչին այս համոզմանն է հանգեցրել սահմանադրական դատարանի որոշումը, որով Գերագույն դատարանը խնդրահարույց չհամարեց այն, որ կൂട്ടակային կենսաթոշակների մասին օրենքի փոփոխությունները ազգային ժողովը ընդունել է արտահերթ նիստում առանց հանրային եւ հանձնաժողովային քննարկումների։ Արտահերթ նիստերի շրջանակներում նախատեսված չէ հստակ կանոնակարգ, որ պետք է անցնեն հանրային քննարկումներ, պետք է տրվեն փորձագիտական կարծիքներ, արտահերթ նիստի ժամանակ հնարավոր է օրենք անցկացնել առանց այս մանրամասնությունների։ Հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանը օբյեկտիվ է համարում սահմանադրական դատարանի որոշումը։ Ըստ նրա գուցե ավելի լայն քննարկում պետք է ծավալվեր օրենքի փոփոխությունների շուրջ, սակայն պետք է հաշվի առնել, որ դրանք առանց այդ էլ երկար պատմություն ունեին ու պատգամավորներն էլ տեղյակ էին հարցից։ Հանձնաժողովում կարող է քննարկվի, կարող է չքննարկվի։ Օրենքով դա ազգային ժողովի լիազորությունների շրջանակում կանոնակարգով։ Դեմեմի անդամը դատարանի շուրջ 80 էջից բաղկացած որոշման մեջ առանձնացրել է եւս մեկ կետ, որը սահմանադրությանը համապատասխան էր ճանաչվել։ Մասնավոր հատվածի աշխատողները ի տարբերություն պետականի նպատակային սոցիալական վճարը կմուծեն միայն 2017 թվականից սկսած։ Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ սա օբյեկտիվ հիմք է այդ խնդրականությունը, մասնավորապես խոսվում է, որ պետական աշխատողների աշխատավարձը բարձրացվեց եւ դա անհրաժեշտ պայման էր, որպեսզի կൂട്ടակային այս վճարները կատարվեն իրենց կողմից։ Հանրապետական պատգամավորը նկատում է այդ հարցով քաղաքական որոշում է կայացվել, քանի որ մինչև 2017 թվականը հետաձգելու անհրաժեշտություն չկար։ Ուղղակի կառավարությունը այդպիսով մեղմել է դժգոհ հատվածի կրքերը։ Պարոն Ալեքսանյանը ինքը կողմ է կൂട്ടակային համակարգին, ավելին դեմ է կամավորության սկզբունքին։ Ստեղծման ժամանակ կամավորությունը դա նույնն էր, որ չստեղծեն։ Մինչ մասնավոր հատվածը կսկսի վճարել պարտադիր կենսաթոշակային բաղադրիչը, այս ընթացքում Հայաստանում հանրապետական կարևորագույն ընտրություններ են լինելու։ Արդյոք նախընտրական խոստումների եւ քարոզարշավի առանցքում կլինի պարտադիր կൂട്ടակային կենսաթոշակայինի հարցը։ Դա այդ խնդիրը չի, որ դրա համար էլ մի հատ խոստում տալ, կան ավելի կոնկրետ խոստումներ։ Այն ուժերը, որոնք կողմ կլինեն պարտադիրին, նրանք ինձ համար որպես խորհրդարանում ներկա գտնվելու ուժ նպատակահարմար չեն լինի։ Դեմեմը այս ընթացքում որոշակիորեն պասիվացել է։ Դավիթ Խաժակյանը ենթադրում է, որ այդ վիճակը կշարունակվի մինչև 2017 թվականը, մինչև մասնավոր հատվածի ներգրավումը համակարգի մեջ։